Խաղացեի ներկայացուցիչները բնականաբար չեն համաձայնվել, որից հետո ինչևից է Միքայել Սրբազանը համաձայնվել է ներկայանալ քննչական կոմիտե, նույնիսկ այդ անհամաձայնության դեպքում, սակայն հոգևորականներին, երբ որ պարզաբանումներ է տվել, այդ ժամանակ նաև ԱԱՑ եւ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել այստեղ, դուք ներկա եք եղել եւ այդ մեծ հոսքը եւ Սրբազանին այդ եղանակով այստեղից Մայրաթորի տարածքից ձերբակալելու այդ գործողությունը առաջացրել է ինչպես հոգևորականների վրդովմունքը, այնպես էլ այդ բանին արդեն ներկայացած քաղաքացիների վրդովմունքը։ Եվ բնականաբար տեղի ունեցավ այն ինչ ունեցավ եւ շատ լավ է որ բախումներ չեղան, այսինքն մենք չունեցանք բացական հետևանքներ։ Նույնիսկ Սրբազանը մեքենաները արդեն հասել ուզում էր մեքենա նստես, չկարողացավ։ Երկրորդ անգամ էլ այդ ջանքերը գործադրեց գնալու, չստացվեց։ Ի վերջո ոստիկանության եւ ԱԱՑ ուժերը նահանջեցին եւ հիմա Միքայել Սրբազանը եւ մեր փաստաբանների խումբը մենք հիմա ինքներս մեկնում ենք քննչական կոմիտե ներկայանալու եւ քրեադատավարական գործողություններին մասնակցելու քննչական կոմիտեն, այսինքն Մամիկոնյաց փողոցում, այնպես որ մենք մեքենաներով հիմա շարժվում ենք այնտեղ, այսքան է։ Իսկ ինչու չստացվեց։ Մեկ վարքան խոսքը ավարտենք, հիմա Նաթան Սրբազանն խոսի։